Հավատամքի մեջ վերջին հատվածում մենք խոստովանում ենք մեր դավանանքը ասելով. հավատում ենք ննջեցյալների հարությանը, հոգիների և մարմինների հավիտենական դատաստանին։ Այսինքն մենք հավատում ենք մարմնով հարությանը։ Առաջին հայացքից սա մի տեսակ արտառոց տարօրինակ երևույթ է, որ քրիստոնեական եկեղեցին պահանջում է հետևորդներից ունենալ այս հավատքը։ Հավատք ոչ թե հարությանը, այլ մարմնով հարությանը։ Սոցիոլոգիական հարցումները քրիստոնեական հասարակություններում ցույց են տալիս, որ եկեղեցի հաճախողների մեծամասնությունը հավատում է Աստծուն և հավատում է հարության իրականությանը, բայց 20%-ից էլ քիչ է կազմում այն հավատացյալների թիվը, որոնք հավատում են մարմնով հարությանը։ Երբեմն նույնիսկ լսում ենք, թե այդ հավատքը ինչի վրա է հիմնված և զարմանք ենք ապրում։ Եվ դրա մի զգալի հատվածը կապված է ոչ այնքան հավատքի առողջ և ուղղափառ, որքան հավատալիքի, որ ուղղակի հավատում ենք մենք։ Բայց ո՞րն է բովանդակությունը, ո՞րն է այդ հավատքի, այսպես ասած, որակը։ Օրինակ, մի մասը քրիստոնյաների հանդերձյալ կյանքը կամ հավիտենականության հետ կապված հարցերը առնչում են ռեինկարնացիային, վերամարմնավորման վարդապետությանը, որը հատկապես վերջին մեկ դարվա ընթացքում է մուտք գործել քրիստոնեական հասարակություն և տեղ զբաղեցրել մարդկանց համոզմունքի մեջ։ Համարում են արևելյան կրոնական մտածողություն հարմար, հավանաբար, իրենց ունեցած քրիստոնեական հավատքին, բայց մի բան հստակ է, հուդայիզմի և բուդդիզմի մեջ ռեինկարնացիան դատապարտում է նշանակում, որովհետև այդ կրոնների տեսանկյունից փրկությունը տեղի է ունենում երկրային կյանքի ընթացքում երկարատև կարգապահության միջոցով, որպեսզի հաղթահարվի այդ վերամարմնավորման ցիկլը։ Եթե չես հաղթահարում դա, նշանակում է ձախողում ես։ Եվ հետևաբար ընդհանրապես առնչություն չունի քրիստոնեական հավատքի հետ կապված հարության։ Մեր հավատքը հիմնված է Սուրբ Գրքի վրա։ Փորձենք հասկանալ Սուրբ Գիրքը ինչ է ասում մեզ, որովհետև եթե մենք ճիշտ չհասկանանք, նաև ինչ-որ իմաստով առիթ պատճառ կդառնանք անհավատության, ավելին, քրիստոնեության հակառակորդների դաժան քննադատության և ծաղրին։ Ինչու՞։ Որովհետև երբ մենք ներկայացնում ենք Աստծո աղավաղված պատկեր, հատկապես կապված նրա արդարության և արդարադատության հետ, երբեմն մենք սրան մոտենում ենք մեր մարդկային տրամաբանության զգացմունքներով։ Շատ հաճախ մենք Աստծո կողմից որպես բարիք ստեղծված այս աշխարհը և մարդկային կյանքի նյութական կողմով համարում ենք չարիք և մի տեսակ հարության մեջ ենք տեսնում փախուստ, փրկություն, ձախողել ենք երկրային կյանքը, լավ, այդ դեպքում մենք կստանանք հանդերձյալ կյանքում մեր բաժինը և դրանով մի տեսակ արհամարհում ենք երկրային իրականությունը։ Իսկ սա քրիստոնեության հակառակորդների մոտ դաժան քննադատություն է առաջացնում և նաև ծաղր է առաջացնում։ Մինչդեռ սա չէ իրականությունը։ Եվ սրա լավագույն օրինակը մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի ոչ միայն խոսքերն են կապված հարության հետ, այլ նաև նրա իսկ պատմությունը։
Պողոս առաքյալը այս մտահոգությունը ուներ հենց առաջին դարում, անմիջապես Քրիստոսի հարությունից հետո, երբ Կորինթոսին ուղղված առաջին նամակում գրում էր. եթե մեռելները հարություն չեն առնում, ապա Քրիստոսն էլ հարություն չի առել։ Եվ եթե Քրիստոս հարություն չի առել, իզուր է ձեր հավատը։ Եթե միայն այս կյանքի համար ենք հույս դրել Քրիստոսի վրա, բոլոր մարդկանցից ավելի ողորմելի ենք։ Մեր թվարկության 30 թվական, ապրիլ 7, հրեական զատիկից 1 օր առաջ, Սուրբ Գիրքը պատմում է Հիսուս Քրիստոսի խաչելության մասին։ Խաչելություն, որը երրորդ օրը պսակվում է հարությամբ։ Հիսուս երբ հարություն է առնում, այդ հարությունը անշնչացած մարմնի վերակենդանացում չէր։ Չի վերադառնում երկրային կյանք, այնպես ինչպես առաքյալները տեսել էին նրան եւ շոշափել։ Բայց հարություն է առնում մարմնով, որովհետև ցույց է տալիս, նույնիսկ սնվում է հետները։ Հարցը այն է, որ Հիսուս երբ խաչի վրա հոգին ավանդում է, այսինքն մեռնում է, նա մեռնում է մարդու պես, որովհետև ուներ մահկանացու մարմին, բայց նրա մարմինը ապականություն չի տեսնում։ Սա մեր հեռանկարն է։ Երկրային կյանքում արդեն մեկ օրինակ կա, երբ Հիսուս պայծառակերպության լեռան վրա, Թաբոր լեռան վրա այլակերպվում է եւ նրա ամբողջությունը փառավորված տեսքով երևում է 3 աշակերտներին եւ նրա մարմինը, ասում է, շողարցակում էր արևի լույսի պես։ Ավետարանում այս մասին նաև ասվում է մեր հեռանկարի առնչությամբ, որ արդարները արևի լույսի պես շողարցակելու են հոր թագավորության մեջ։ Հետևապես մարմինը արգահատելի չէ, ընդհակառակը։ Երբ մենք հավատում ենք մարմնով հարությանը, նաև վերանայում ենք մեր կյանքը եւ մեր մտածումներն ու գաղափարախոսությունը կապված այս կյանքի հետ, որովհետև մեր փրկության վայրը մարմինն է հենց։ Մարմնով է, որ մենք հարաբերվում ենք Աստծո հետ։ Մարմնի միջոցով է, որ մենք հարաբերվում ենք մեր նմանի հետ, եւ մարմնի միջոցով է, որ մենք հարաբերվում ենք շրջապատող աշխարհի հետ։ Եվ հենց այդ մարմինն է, որ ստանձնում է Աստծո որդին փառավորելու համար, հաղթահարելու մահվան իրականությունը։ Իդեպ, հին կտակարանը, երբ որ մենք կարդում ենք, հանդերձյալ կյանքի վերաբերյալ ամեն դեպքում դժվարություն կա։ Արդյոք հին ուխտի ժողովուրդը հավատում էր հանդերձյալ կյանքին։ Օրինակներ ունենք, որ հին ուխտի հավատքը, օրինակ, առնչվում էր այսպիսի 2 դրվագի։ Մեկը Ծննդոց գրքում տեսնում ենք, որ Ենովք անունով մեկը, որ ապրում էր աստվածաճո կյանքով, անհետանում է եւ բացատրվում է, որովհետեւ փոխակերպվեց երկինք, այսինքն Աստված տարավ իր մոտ։
Նման օրինակ ունենք նաև Եղիա մարգարեի պարագային, որ հրեղեն կարգով սլանում է դեպի երկինք։ Մովսեսի պարագային շեշտվում է, որ մահացավ, բայց նկարագրության մեջ մի տեսակ հետարքիր մի պատկեր է, ասում է Աստծո հետ գրկա խառնված մահացավ եւ գերեզմանը չկա։ Դարձյալ մի տեսակ ոնց որ Աստծո մոտ գնացած լինի։ Եթե կա այսպիսի հավատ եւ հույս, նշանակում է ինչ որ մի ընկալում կար հանդերձյալ կյանքի վերաբերյալ։ Երբ արդեն գալիս ենք մեր թվարկությունից առաջ երկրորդ դար, հանդերձյալ կյանքի եւ հարության եւ մարմնով հարության վերաբերյալ հավատքը ավելի է ամրապնդվում։ Եվ մի լավ վկայություն ունենք մենք Մակաբայեցիների գրքից երկրորդ, որտեղ ասվում է, ուրեմն նահատակը, ով որ շուտով պիտի նահատակվի, սպանվի թշնամու կողմից, շունչը փչելուց առաջ խոսում է եւ ասում է այդ տիրակալին. Այ դու գոռոզ ինքնահավան ու ամբարտավան, դու կարծում ես, թե մեզ զրկում ես այս աշխարհի կյանքից, թեպետ մենք մեռնում ենք օրենքի համար, բայց նա որ աշխարհի թագավորն է, նկատում է Աստծուն, հավիտենական կյանքում երկրորդ ծննդյան ժամանակ մեզ նորից կպարգևի։ Եվ հետաքրքրական է, թե Հիսուս մեր Տերը ինչպես է ներկայացնում հավիտենականության հանդեպ հավատքը 5 կտակարանում։ Օրինակ Հիսուս իր վարդապետության մեջ հստակ ասում է, որ Մովսեսը ողջ է Աստծո թագավորության մեջ։ Եվ ասում է, որ Աբրահամը, Իսահակը եւ Հակոբը հավատում էին ոչ թե մեռելների Աստծուն, այլ ողջերի Աստծուն։ Այսինքն ինչ որ իմաստով այդ ընկալումը կար թեև ոչ հստակ եւ որոշակի։ Եվ միայն Քրիստոսի մահվան խաչելությամբ եւ հաղթական հարության իրադարձության միջոցով է, որ մարմնով հարությունը դառնում է իրականություն եւ մեր քրիստոնեական հավատքի հիմքը եւ սիրտը։ Եվ այս իմաստով մեր հարության ժամանակ մարդկային մեր ինքնությունից, որ մենք ունեցել ենք երկրային կյանքի ընթացքում, ոչինչ չի կորչում, պահպանվում է մեր ինքնությունը։ Մարմնի մեջ է փրկությունը, որ մարդու ճանապարհն է դեպի Աստված եւ Աստծո ճանապարհը դեպի մարդ։